Հին հնդկական ավանդության համաձայն ի սկզբանե մարդիկ շատ ուշիմ էին և ընդունակ։ Նրանք մեկ անգամ լսելով իմաստությունն իրենց ուսուցիչների շուրթերից մտապահում էին ողջ կյանքի ընթացքում և փոխանցում իրենց հաջորդներին։ Սակայն ժամանակները փոխվեցին, մարդկանց ունակությունները թուլացան, բթացավ նրանց հիշողությունը, և որպեսզի նախնյաց աստվածաշնորհ գիտելիքները չմոռացվեն ու չկորչեն, ստեղծվեց գիրն ու գրի միջոցով հետագա սերունդներին փոխանցեցին սրբազան իմաստությունները։ Գիրը քաղաքակրթության մեծագույն նվաճումներից է։ Գրի շնորհիվ են մարդիկ ի վիճակի օգտվելու նախնյաց գիտելիքների վիթխարի պաշարից, որը կուտակվում է հազարամյակների ընթացքում։ Ինչու և ինչպես ստեղծվեց գիրը։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար մենք ընտրեցինք համաշխարհային քաղաքակրթության բնօրեններից մեկը։ Առաջավոր Ասիայի հյուսիսում գտնվող հայկական լեռնաշխարհը, երկու պատճառով։ Նախ Հայաստանում վկայված են գրի ծագման ու զարգացման բոլոր փուլերը, առկա են գրի բոլոր տեսակները, և երկրորդ, մի շարք հնագույն աղբյուրների, այդ թվում Աստվածաշնչի համաձայն, հայկական լեռնաշխարհն էր մարդկության բնօրրանը, ուր պահվում էր իմաստության խորհրդանիշը։ Այստեղ էր, որ համաշխարհային ջրհեղեղից հետո տեղի ունեցավ մարդկության վերածնունդը։ Իմանալու համար, թե ինչպես ծնվեց ու զարգացավ գիրը քաղաքակրթության այս բնօրրանում, միասին ճանապարհորդություն կատարենք դարերի խորքը։ Հնում գիրը սրբացվել և համարվել է աստվածաստեղծ։ Բազմաստվածության ժամանակաշրջանում մի քանի քաղաքակիրթ ժողովուրդների դիցարաններում եղել են գրի և դպրության աստվածներ։ Հայտնի են եգիպտական Թոթը, բաբելոնյան Նաբուն, հնդկական Սարասավատին, հունական Հերմեսը և այլ աստվածներ։ Հայաստանը աշխարհի հազվագյուտ երկրներից է, որտեղ բազմաստվածության դարաշրջանում պաշտվել է դպրության երկու աստված։ Վաղնջական ժամանակներում հայոց դպրության աստվածը Տորքանգիղն էր։ Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացում, հեթանոս հայերը երգում էին նրա մասին, որ ձեռք էր զարնում որցակար ապառայժներին, որոնց վրա ոչ մի ճեղքվածք չկար, իր ուզածի պես ճեղքում էր մեծ ու փոքր, եղունգներով տաշում, տախտակներ ձևացնում և նույնպես եղունգներով գրում էր արծիվներ ու նման բաներ։ Սա հիերոգլիֆ գրության մասին պահպանված հիշողություն է։ Դպրության աստվածը նաև հզոր հերոս էր, և երբ թշնամին հարձակվում էր հայոց երկրի վրա, նա հսկա ժայռերը պոկելով խորտակում էր թշնամու նավերը։ Քրիստոնեության ընդունման նախօրյակին հայոց դիցարանի դպրության, գիտության և արվեստի աստվածն էր Տիրը, որը համարվում էր գերագույն աստված Արամազդի դպիրը։ Նրա քրմերն օժտված էին նաև ճակատագրեր գուշակելու շնորհով։ Ուշագրավ է, որ դպրության աստվածները, որպես օրինաչափություն, հանդես են գալիս ոչ միայն իբրև գիր արարողներ, դպրության, արվեստի ու գիտության հովանավորներ, այլև աստվածներ, որոնք գրում են մարդկային ճակատագրերը, գրանցում նրանց անունները կյանքի ու մահվան մատյաններում։ Հայերի մեջ այսօր էլ քրիստոնեության ընդունումից 1700 տարի անց պահպանվել է գրողը քեզ տանի անեծքը, որը նշանակում է անունդ գրանցվի մահվան մատյանում, մահվան արժանանաս։ Գրի սրբազան լինելու հավատամքը չվերացավ նաև միաստվածության դարաշրջանում։ Միջնադարում գրեր ստեղծած անձիկ սրբացվեցին։ Այդպես մեծարվեցին գոթական Այբուբենի հեղինակ Վուլֆիլան, որն ապրել է 4-րդ դարում, Մեսրոպ Մաշտոցը, որը 5-րդ դարի սկզբին Այբուբեններ ստեղծեց նախ հայերի,
հետո նաև աղվանների ու վրացիների համար, ավելի ուշ սլավոնական այբուբենի հեղինակներ Կիրիլն ու Միֆոդին և ուրիշներ։ Գիրը ստեղծվեց որպես հիշողության և մշտատև հաղորդակցության միջոց։ Դրա շնորհիվ հնարավոր դարձավ հաղորդակցությունը ոչ միայն հեռուտարածության վրա, այլև անցյալի, ներկայի և ապագայի միջև։ Հենց այդ անհրաժեշտությամբ են հնագույն ավանդազրույցները բացատրում գրի ստեղծումը։ Շումերական հնագույն արձանագրությունների համաձայն գիրը ստեղծվեց այն ժամանակ, երբ միջագետքից դեպի հայկական լեռնաշխարհում գտնվող Արատտա երկիրը մեկնող դեսպանները ճանապարհի երկարության պատճառով չէին մտապահել իրենց տիրոջ պատգամը։ Դրանից հետո արքայական պատգամները տրվում էին գրավոր և ինչպես հնագույն դպիրներն էին ասում, դառնում էին խոսքեր աղյուսի վրա։ Գիրը պայմանական նշանների համակարգ է, որոնցով հնարավոր է փոխանցել խոսքը, գծելով, քանդակելով կամ խազելով որևէ գրանյութի վրա։ Պատահական չէ, որ բազմաթիվ լեզուներում գիր, գրել բառերն առաջացել են փորագրել, փորել, խազել, նկարել արմատներից։ Հայերեն գիր բառը ծագում է հնդեվրոպական քերել, քերթել, ճանկրոտել արմատից։ Քարի, փայտի կամ այլ գրանյութի վրա արված հնագույն պատկերները դասական իմաստով դեռևս գիր չեն։ Այսօրվա գիտության մեջ իսկական գիր է համարվում նշանների այն համակարգը, որով հնարավոր է գրանցել ոչ թե միայն ընդհանուր հասկացություններն ու բառերը, այլ լեզուն իր հնչյուններով ու քերականական մասնիկներով։ Այդ իսկ պատճառով վաղ պատկերագրության փուլը համարվում է նախագրային շրջան։ Այս փուլի դասական և ունիկալ հուշարձաններ են հայկական լեռնաշխարհի տասնյակ հազարավոր ժայռապատկերները։ Ամենավաղ շրջանի ժայռապատկերները թվագրվում են Քրիստոսից առաջ 15-ից 12-րդ, իսկ ամենանորերը Քրիստոսից առաջ առաջին հազարամյակներով։ Ժայռապատկեր երևույթը նախնյաց զգացմունքների, պատկերացումների և գիտելիքների դրսևորման ձև է։ Իրականացրել է գրանցման, կուտակման և փոխանցման գործառույթներ, եղել մարդկային հաղորդակցման միջոց։ Ժայռապատկերումը մասն ու տեսակն էր աշխարհընկալումային համակարգի արտահայտման, ծիսապաշտամունքային և ուսուցողական ոլորտների։ Հայկական լեռնաշխարհը ժայռափորագրման օջախ և օրրան է եղել։ Լեռնաշխարհից դուրս նրա մերձավոր շրջակայքում հնագույն ժայռապատկերները գրեթե բացակայում են, իսկ լեռնաշխարհի ներսում առկա է ժայռապատկերների գերկենտրոնացում, այսինքն մեծ քանակություն, թեմատիկայի և տեսականու հարստություն, գրեթե հավասարաչափ ու խիտ բաշխվածություն։ Ժայռապատկերները հարուստ տեղեկություններ են պարունակում տվյալ դարաշրջանի կյանքի բոլոր կողմերի մասին, ուստի պատահական չէ, որ դրանք հաճախ անվանվում են հնադարի քարե հանրագիտարաններ։ Պարզ կենցաղային պատկերների կողքին առկա են նաև աստղագիտական բնույթի ժայռապատկերներ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի բնակիչները դեռևս 5000 տարի առաջ ունեցել են բարձր մակարդակի աստղագիտական գիտելիքներ, կիրառել են լուսնային, լուսնաարեգակնային և արեգակնային օրացույցներ։ Աստղային երկնքի այս բացառիկ քարտեզները հայտնաբերվել են Հայաստանի Հանրապետության Գեղամա և Վարդենիսի լեռներից։ Դրանց մանրամասն ուսումնասիրությունը կարող է մեծ լուսաբանումներ բերել ոչ միայն հայկական լեռնաշխարհի, այլև ողջ երկիր մոլորակի պատմության համար։ Աշխարհի գրեթե բոլոր ծագերում կան հին ու նոր ժայռապատկերներ, սակայն Հայաստանում հայտնաբերված հնագույնները շատ են բազմազան, ընդգրկված են մոտ 15 թեմատիկ խմբում։ Դեպի Փոքր Ասիա, Կովկաս, Հյուսիսային Եվրոպա, Սիբիր, Կենտրոնական Ասիա, Իրան, Հյուսիսային Միջագետք, Արևելյան Հյուսիսային Աֆրիկա, Հարավային Եվրոպա ուղղություններով շարժվելիս կտրուկ նվազում է պատկերների բազմազանությունը, քանակն ու խտությունը, իսկ որոշ թեմատիկ խմբեր գրեթե բացակայում են կամ արտահայտված են շատ թույլ, օրինակ, օրացույց, քարտեզ, տառանման նշաններ, վիշապ, մարզաձև, գրեթե չկան։ Աշխարհի այդ մասերի ժայռապատկերները լոկ 5-6 թեմատիկ խումբ են ներկայացնում, նկատելի է մեծ կրկնվածություն։ Հայաստանի ժայռապատկերները գրի զարգացման տեսանկյունից կարելի է բաժանել երկու հիմնական խմբի։ Առաջին խմբի ժայռապատկերներում առկա են միայն պարզ նկարներ,
երկրորդ խմբում, որն ավելի զարգացած աստիճան է, ի հայտ են գալիս խորհրդանշաններ, սիմվոլներ։ Դրանք հանդես են գալիս սկսած Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակից եւ բազմաթիվ զուգահեռներ ունեն համաժամանակյա հնագիտական իրերի հետ։ Այդպիսով աստիճանաբար սկզբնավորվում էր գիրը։ Նախնադարում նկարի միջոցով էին արտահայտվում մարդկանց եւ գեղագիտական եւ գրային հաղորդակցության պահանջները։ Հետագայում նկարը զարգացավ երկու ճանապարհով։ Առաջինը իբրև կիրառական արվեստ, որում երևույթները շարունակում էին պատկերվել ըստ իրենց արտաքին տեսքի, երկրորդը եղավ գրի ճանապարհը, երբ պատկերագրերն աստիճանաբար կորցնելով իրենց նախնական տեսքը, վերածվեցին խոսքի մասեր արտահայտող նշանների։ Այդպիսով, վաղ պատկերագրության կատարելագործման արդյունքում առաջ եկավ զարգացած պատկերագրությունը, գաղափարագրությունը։ Քիչ ավելի ուշ հնագույն դպիրներն արեցին կարևոր մի քայլ, դա վանկի հայտնագործումն էր։ Գաղափարագրերն առանձին բառեր արտահայտելուց բացի օգտագործվում էին նաև հնչյունային նշանակությամբ, արտահայտելով տվյալ բառի առաջին վանկը կամ հնչյունը։ Այս երևույթը գիտության մեջ ընդունված է կոչել հունարեն ակրոֆոնիա, ակրո սկիզբ եւ ֆոնիա հնչյուն բառերից։ Այսպիսով Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի վերջին եւ 3-րդի սկզբին հնչյունագրության ի հայտ գալու շնորհիվ առաջացան աշխարհի առաջին գրային համակարգերը։ Այսօր ընդունված է աշխարհի առաջին գրեր համարել շումերական եւ եգիպտական բառավանկային հիերոգլիֆիկ համակարգերը։ Հայկական լեռնաշխարհում նման համակարգ է ստեղծվում Քրիստոսից առաջ 4-ից 3-րդ հազարամյակներում։ Այն հնագիտական գրականության մեջ հայտնի է որպես վաղ բրոնզի դարաշրջան։ Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի կեսերից սկսած հայկական լեռնաշխարհի հասարակական զարգացումներում մի նոր փուլ է սկսվում եւ ձևավորվում է մի ինքնատիպ մշակույթ ամբողջ հայկական լեռնաշխարհում եւ նրա հարակից տարածքներում։ Այս մշակույթի կրողները ոչ միայն զբաղեցնում են հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը, այլ նաեւ նրա հարակից տարածքները հասնելով մինչեւ Կովկաս, ժամանակակից Դաղստանի եւ Չեչնիայի տարածքներ, հարավ-արևմուտքում շարժվելով դեպի հարավ-արևմուտք այս հասարակության ներկայացուցիչները հասնում են մինչև Սիրիա, Սիրիայի հյուսիսային շրջանները, այնուհետև Միջերկրական ծով եւ ըստ էության Միջերկրական ծովի արևելյան ափերով ընդཐུպ մինչև Սինայի թերակղզի։ Հարավ-արևելքում այս մշակույթի սահմանները հասել են մինչև Իրանի կենտրոնական արևմտյան հատվածները։ Սա մետաքրքիր մշակութային ֆենոմեն է։ Առ այսօր դեռևս ոչ ամբողջական բացատրված եւ մեկնաբանված, թե ինչպես այս հասարակության ներկայացուցիչները կարողացան հասնել Միջերկրական ծովի ափերը, ինչպես կարողացան հասնել Զագրոսի արևելյան փեշերը։ Հնագիտական պեղումների արդյունքները հաստատվում են շումերական աղբյուրների տեղեկություններով։ Սեպագիր այս սալիկները վկայում են, որ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին հայկական լեռնաշխարհի այսօր հայտնի առաջին պետությունը Արատան ունեցել է սեփական գիր։ Նշանները, որոնք հանդիպում են հարյուրավոր խեցեղեն անոթների վրա, մինչև օրս դեռևս վերծանված չեն։ Ավելի ուշ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի վերջերին պատկերագրերի բարձեցմամբ ստեղծվում է Հայաստանի գծային գիրը, որը կիրառվում է մինչև Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի սկիզբը։ Այն բաղկացած էր 400-ից ավելի նշաններից, որոնցով գրված ավելի քան 300 արձանագրություններ են գտնվել Հայաստանի հնավայրերից։ Դրանք դեռևս մնում են չվերծանված։ Հայաստանում տեղական գրի զարգացման հաջորդ փուլը եղավ Վանի կամ Արարատ Ուրարտուի թագավորության մեհենագրությունը Քրիստոսից առաջ 9-ից 7-րդ դարերում։ Գրային այդ համակարգը բաղկացած էր շուրջ 300 մեհենանշաններից, հիերոգլիֆներից, որոնք գրվել են աճից ձախ եւ վերից վար ուղղություններով։ Այս համակարգի վերծանության բանալին գտնվեց 1995 թվականին։ Ներկայումս վերծանված ու մեկնաբանված են շուրջ 60 մեհենագրեր, որոնց ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ վանյան մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է։
Հատկանշական է, որ Վանի թագավորության մեհենագիր համակարգում թվերը նշվել են կետերով կամ շրջանակներով, ինչը տարբերվում է հին արևելքի մյուս գրահամակարգերի թվանշաններից։ Եգիպտոսում միավորները նշում էին գծիկներով, իսկ մեծ թվերը պայմանական նշաններով։ Նույնպիսին էր մոտեցումը խեթալուվիական հիերոգլիֆիկայում։ Միջագետքից ծագող սեպագիր համակարգերում բոլոր թվերը նշվում էին սեպանշաններով, եւ միայն Հայաստանում է, որ թվերը նշվում էին կետերով ու շրջանակներով։ Ընդ որում, կետերով ու շրջանակներով թվանշանների արձանագրումը հայկական լեռնաշխարհի հնավայրերում վկայված է դեռևս Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ հազարամյակներից։ Քրիստոսից առաջ 6-րդ դարից մինչև քրիստոնեության ընդունումը 301 թվականն ընկած ժամանակամիջոցում Հայաստանում հայալեզու նշանագրերի կիրառությունը սահմանափակվում էր տաճարներում, իսկ պետական գրագրության մեջ օգտագործվում են օտարազգի այբուբենները։ Այս ժամանակաշրջանում հայալեզու եւ հայագիր դպրության մասին են վկայում բազմաթիվ պատմիչներ։ Դրանցից է հույն պատմիչ Փիլոստրատոսի տեղեկությունը 34-ից 35 թվերին իշխած հայոց արքա Արշակ Արաչիդի օրոք գոյություն ունեցած հայալեզու եւ հայագիր դպրության մասին։ Մեկ այլ հույն պատմիչ Հիպոլիտիս Բոստրիացին 235 թվականին ավարտած ժամանակագրություն աշխատության մեջ անդրադառնալով սեփական դպրություն ունեցող ժողովուրդների թեմային հայերին նշում է նրանց շարքում։ Այս ժողովուրդներից նրանք, որ դպրություն ունեն, հետևյալներն են. եբրայացիները, լատինացիները, որով եւ հռոմեացիներն էին վարում իրենց դպրությունը, սպանացիները, խույները, մարերը եւ հայերը։ Հիպոլոտիս Բոստրիացի, ժամանակագրություն 235 թվական։ Հայ պատմիչ Ագաթանգեղոսը, որ ներկայանում է իբրև 4-րդ դարի գործիչ, հաղորդում է նախաքրիստոնեական Հայաստանում դպրության եւ իմաստության տիր Աստծո պաշտամունքի մասին, որն արգելվեց 301 թվականին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումով։ Երազամույն կոչված տեղերում էր գտնվում Տիր Աստծո իմաստության ուսման մեհյանը եւ ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել։ Ագաթանգեղոս, հայոց պատմություն։ Ագաթանգեղոսը տեղեկացնում է նաեւ հայալեզու նախաքրիստոնեական նշանագրության մասին, որին ինքը եւս տիրապետում էր։ Նախաքրիստոնեական հայ դպրության մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև 5-րդ դարում ապրած հայոց պատմահայր Մովսես Խորենացին։ Դրանցից հատկանշական է 2-ից 3-րդ դարերում ապրած ասորի նշանավոր գործիչ Բարդացանի մասին տեղեկությունը, որը 180-ական թվականներին Հայաստան գալով փորձել է քրիստոնեական մի ուղղություն քարոզել հեթանոս Հայաստանում։ Նա մեր կողմերն եկավ հուսալով, թե կկարողանա որևէ հետևող գտնել վայրենի հեթանոսներից մեջ։ Բայց երբ ընդունելություն չգտավ, մտավ անի ամրոցը, կարդաց մեհենական պատմությունը, որի մեջ նաև թագավորների գործերը։ Նա բոլորը թարգմանեց ասորերենի եւ ապա նրանից հունարենի։ Մովսես Խորենացի հայոց պատմություն։ Նախաքրիստոնեական Հայաստանում հայալեզու դպրության գոյության մասին են վկայում հետագա դարերի բազմաթիվ մատենագիրներ, որոնք իրենց տեղեկությունները քաղել են հնագույն հիշատակարաններից։ 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն եւ նախորդ կրոնի հետ արգելվեց նաեւ մեհենագրության գործածությունը։
Նրանք չեն կառուցել պղնձե բուրգեր, ոչ էլ դամբարաներ բրոնզե։ Նրանց ժառանգությունը գրվածքների մեջ է։ Նրանց բուրգերը գրքերն են խրատների։ Նրանք հեռացել են, անուններն անհետացել, բայց գրքերը ստիպում են միշտ հիշել նրանց։ Եգիպտական բնագիր Քրիստոսից առաջ 1300 թվական։ Պատկերագրության զարգացման յուրօրինակ միջանապար եղավ սեպագրի առաջացումը, ինչը պայմանավորված էր հնագույն միջագետքի առանձնահատկություններով։ Նրանք գրում էին կավի վրա, եղեգնյա քառակողմ սրված գրիչներով։ Երբ եղեգնյա գրչի սուրճ ծայրը սեղմվում էր հում կավե սալիկին, առաջանում էր սեպանման նշան, որից շարունակված գիծն ունենում էր մեխի տեսք։ Այդ է պատճառը, որ մինչև օրս արաբերենում եւ պարսկերենում գրատեսակը կոչվում է մեխագիր։ Թաց կավի վրա ուղիղ գծիկներ քաշելն ավելի նպատակահարմար էր, քան կորեր եւ զանազան պատկերներ ստանալը, ինչի հետևանքով շումերական պատկերանշանները սկսեցին գծային տեսք ձեռք բերել։ Փոխվեց նաեւ գրության ուղղությունը։ Եթե սկզբում գրում էին վերից վար, ապա գրության ուղղությունը ձախից աջ փոխվելուց հետո նշանները շրջվեցին 90 աստիճանով։ Այդ էվոլյուցիան ավելի լավ տեսնելու համար վերցնենք երկու նշան՝ ցուլը եւ թռչյունը։ Սա նշանների սկզբնական տեսքն է Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակում։ Երբ վերից վար գրության ուղղությունը փոխվեց ձախից աջ ուղղությամբ, նշանների դիրքը շրջվեց 90 աստիճանով։ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին ստեղծվեց վաղագույն սեպագիրը։ 1000 տարի անց հին բաբելոնյան ժամանակաշրջանում դրանք արդեն ունեին այս տեսքը։ Եվս մեկ հազարամյակ անց դրանք լրիվ անճանաչելի դարձան։ Եթե մենք չունենայինք այս էվոլյուցիոն ընթացքը պարզաբանող փաստեր, չէինք էլ ենթադրի անգամ, որ այս սեպանշանների նախօրինակները 3 հազարամյակ առաջ եղել են այս պարզ պատկերագրերը։ Սեպագիրը լայն տարածում ունեցավ Առաջավոր Ասիայում։ Միջագետքում այն փոխառեցին արևելյան սեմիտները, որոնք գիտության մեջ հայտնի են որպես աքադացիներ կամ ասուրաբաբելացիներ։ Սիրիայի տարածքում արևմտյան սեմիտները, Փոքր Ասիայում խեթերը, Իրանում էլամցիները, ապա պարսիկները, Հյուսիսային միջագետքում եւ հարակից շրջաններում խուրիները, հայկական լեռնաշխարհում հայերը, Արարատ Ուրարտու թագավորության ժամանակաշրջանում։ Սեպագիրը դադարեց գործածվելուց հելենիստական դարաշրջանում։ Հայկական լեռնաշխարհն ունի սեպագրի կիրառության յուրահատուկ ավանդույթներ։ Լեռնաշխարհից հայտնաբերված արձանագրությունների մի մասը թողնվել է օտարների, մյուսը տեղացիների կողմից։ Այստեղ սեպագրի ամենալայն կիրառությանը հանդիպում ենք Վանի կամ Արարատ Ուրարտու թագավորության ժամանակաշրջանում, Քրիստոսից առաջ 9-ից 7-րդ դարերում։ Վանի տիրակալները նախ փոխառում են ասուրաբաբելական սեպագիրը ասուրերեն լեզվով, որով էլ գրված են Տուշպա Վան մայրաքաղաքի հիմնադրման արձանագրությունները։ Արձանագրությունը Սարդուրիի Լութիպրիի որդու մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի, նայրիի արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ, խովվի, որ չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին, Սարդուրին, որդին Լութիպրիի արքան է արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին, որդին Լութիպրիի ասում է այսպես. ես քարերն այս Ալնիունու քաղաքից բերեցի, ես Պարիսպն այս կառուցեցի։
երբ միջագետքյան սեպագրի բարեփոխման արդյունքում ստեղծվեց տեղական սեպագիրը, ասուրաբաբելական սեպագիրը շարունակեց կիրառվել Վանի տիրակալների երկլեզու արձանագրություններում։ Ասուրերենը կիրառվել է նաև Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի պաշտամունքի գլխավոր կենտրոն Արդինի Մուսասիրում։ Արդինի Մուսասիրի տաճարը պատկերված է Քրիստոսից առաջ 714 թվականին Ասորեստանի արքա Սարգոն II-ի մայրաքաղաքի դարպասներին, որի հիմամբ էլ այսօր ունենք տաճարի տեսքի վերակազմությունը։ Սա Արդինի Մուսասիրի քրմապետ արքա Ուրզանայի կնիկն է։ Իդեպ Քրիստոսից առաջ 8-րդ դարում ապրած քրմապետ արքայի անունը գրեթե նույնանում է հայոց վերջին քրմապետ Արձանի անվան հետ, որը զոհվեց 301 թվականին քրիստոնյաների դեմ պատերազմում։ Բարեփոխման արդյունքում ստեղծված Արարատ Ուրարտուի տեղական սեպագիրը ունեցավ 300-ամյակի կյանք, որի ընթացքում ստեղծվեց բավականին մեծ մի ժառանգություն։ Ընդհանուր առմամբ Արարատ Ուրարտու թագավորությունից մեզ են հասել ավելի քան 600 մեծ արձանագրություններ։ Իսկ սեպանշաններ կրող իրերի թիվն անցնում է 1500-ից։ Վանի բերդին փորագրված այս սեպագիր արձանագրությունն ամենամեծն է մեզ հասածներից։ Այն պատմում է փառապանծ Արգիշտի առաջին արքայի գործերի մասին տարի առ տարի։ Արգիշտին ասում է. Աղոթում էի Խալդի տիրոջը Թեյշեբային, Շիվինիին, իշխանական մեծությամբ, վերևում լսում էին ինձ աստվածները։ Այդ նույն տարում երրորդ անգամ զինվորներ գնդեցի, արշավեցի Տեյավեխի երկրի վրա։ Արքային Տեյավեխի հպատակեցի, գրավեցի Շերիազի երկիրը, քաղաքները այրեցի, ամրոցները ավերեցի։ Գրավեցի Վիտերու երկրի Ուրեյու արքայական քաղաքը։ Արգիշտին ասում է. հանուն Խալդիի այս մեծագործությունները մեկ տարում կատարեցի։ Իսկ սա թագավորության դիցարանն է, արձանագրված ժայռի վրա։ Այնտեղ նշվում է, թե ամեն տարեսկզբի որ Աստծուն ինչ զոհեր պետք է մատուցվեն։ Հայերն այս ժայռը կոչում են մահերի դուռ, արևային Միհր Մահեր Աստծո անունով։